Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ Հանրային ռադիոյի Facebook-յան էջում մեզ դիտողներ։ Շուտով մեկնարկելու է Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը, այդ մասին ենք այսօր խոսելու Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ։ Ողջույն Կարեն, շնորհակալություն համար։ Առաջին ավանդական հարցը Ոսկե Ծիրանն ինչ նորամուծություններ է խոստանում այս տարի եւ ինչ առանձնահատկություններ կունենա նախորդ տարվա համեմատ։ Ես էլ սովորաբար ավանդական էլ փորձում եմ պատասխանեմ, որ ընդհանրապես ձևաչափը փառատոնի այնպիսին է, որ եւ բնույթը, որ ինքնին յուրաքանչյուր տարին տարբերվող է, որովհետեւ անկրկնելի է բովանդակությունը, որը կապված է նախորդ Ոսկե Ծիրանից մինչև այս Ոսկե Ծիրան տեղի ունեցած տարբեր իրադարձությունների եւ զարգացումների հետ, այսինքն չկա ինքնանպատակ նորամուծություն ներդնելու, կան մի քանի այդպիսի ցանկություններ, որոնց դեռ չենք հասել, օրինակ առանձին VR, AI այդպիսի հարթակ ունենանք այդ նորագույն տեխնոլոգիաներով պայմանավորված կինոզարգացումների շուրջ, բայց դա դեռ այդպես պլաններում է եւ այս տարի դեռևս չի լինի, նաեւ մի փոքր այդտեղ զգուշություն էլ կա, որովհետեւ հիմա շատ չեն փառատոները, որ այդ ամենը այդպես ներդնում են հենց իրենց անմիջական ծրագրերում, հիմնականում դրանք այդպես հավելվածներ են փառատոնային, որովհետև շատ արագ է ամեն ինչը փոխվում եւ կա ինչ որ սահման հասկանալու որքանով այդ ամենը ոնց որ անմիջական մասը դառնա, որքանով կողքից լինի, դա է որ ենթադրում եմ, որ մյուս տարի կգործարկվի, իսկ ընդհանուր առմամբ բոլորին ծանոթ ծրագրերն են, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ եւ հյուրերի եւ ֆիլմերի տարբերությամբ, այսինքն նաեւ ցավոք տարիները եւ արագացումը ընդհանրապես նորագույն պատմության աշխարհաքաղաքական այնքան դինամիկ է տեղի ունենում, որ ինքնին մատուցվում է ոնց որ օրակարգ ակամայից, որովհետև հիմնականում այդպես ակտուալ արվեստի հետ գործ ունենք, այսինքն շատ քիչ են հետական, բայց քիչ մաս է կազմում այդ ռետրո մասը եւ մոտավորապես մի 85%-ը ֆիլմերին նաև խոսում են այս ամենանորագույն պատմական շրջանի մասին, թե Հայաստանում, թե տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում, որը այդպես գնալով իրարից քիչ է տարբերվում։ Ամեն դեպքում ծրագիրը կազմելիս գուցե արդեն երբ օրերը մոտենում են, փոփոխությունները անխուսափելի են։ Այո, բայց երբեմն լինում է, որ դու ոնց որ այսպես զարկերակի վրա ես, եթե մատդ պահում, ինքը զարգացումները, դա չի նշանակում, որ կանխագուշակում ես, բայց ամեն դեպքում համահունչ է լինում ծրագիրը եւ իրականությունը միմյանց, որը ամենակարևոր համադրողական առումով նպատակն է։ Օրինակ, մենք ունենք շատ անգամ սովորական, այսինքն Իրանը միշտ էլ եղել է կարևոր հատված Ոսկե Ծիրանի, բայց այս տարի մենք ունենք այդպես հատուկ շեշտադրում, որը նաև աշխարհաքաղաքական առումով է այդ շեշտադրումը այդպես արդարացված, հա, եւ գլխավոր հյուրը փառատոնային Ամիր Նադերին այդպես մեծ իրանացի ռեժիսոր է դա եւ հետհեղափոխական Իրանի այդպես կարևորագույն դեմքերից մեկը եւ կարևորագույն ֆիլմերի հեղինակ, որոնք հանդիսացել են շրջադարձային իրանական կինոյի այդ ալիքի ստեղծման հարցում եւ մեզ շատ ավելի զուտ անուն ազգանունով ծանոթ ռեժիսորներ, ինչպես օրինակ Քիարոստամին, Մախմալբաֆը, Փանահին եւ այլն, հենց այդ պատուհանը Ամիր Նադերի ֆիլմն է բացել Իրանի համար եւ նա էլ Իրանում
persona non grata, ինչպես շատ հյուրերը ոսկե ծիրանի Իրանի։ Իսկ այդ շեշտադրմամբ է լինելու, այսինքն մոտեցումը, քաղաքականությունը զուտ Իրանին մոտենալու։ Տեսեք, նաև դրան զուգահեռ մեր բացման ֆիլմը լինելու է Ջաֆար Փանահի ֆիլմը Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմը, որը Կաննից հետո ընդամենը մի ցուցադրություն է ունեցել Ջաֆար Փանահին հիշեցնենք, որ նույնպես արգելված հեղինակների շարքում է չէ՞ եղել։ Այո, շատ երկար տարիներ եւ նախորդ տարի առաջին անգամ նա դուրս եկավ, այսինքն հնարավորություն ստացավ երկար տարիների ընթացքում դուրս գալ Իրանից եւ առաջին փառատոնը, որին նա ներկա գտնվեց, ոսկե ծիրանն էր, իսկ հետո մայիսին Կաննի կինոփառատոնում ստացավ իր ֆիլմը գլխավոր մրցանակը ոսկե արմավենու ճյուղը եւ հենց այդ ֆիլմն էլ հիմա հետ է վերադառնում ոսկե ծիրան իբրև բացման ֆիլմ։ Այսինքն սա էլ դա ավելի տարբերությունը նրանում է, որ Փանահին ակնհայտ քաղաքականացված ավելի ռեժիսոր է եւ նաեւ այդպես իբրև խոսնակ նույնպես, այսինքն կինոից դուրս Էսկա Ամիր Նադերին ապաքաղաքական է իբրև խոսնակ, բայց իր ֆիլմը այդ ամբողջ քաղաքականության հենասյուններից մեկն էր, այսինքն հակա քաղաքականության, որը այդպես ազատության փախուստի ու տարբեր այդպիսի բաների մասն էր, որը հետ հեղափոխական շրջանում հատկապես սուր էր։ Զուգահեռ կա Նադավ Լապիդի նոր ֆիլմը իսրայելցի ներկայիս ամենահայտնի ռեժիսորի, որը այդպես ռադիկալ եւ պայթյունավտանգ ֆիլմերից մեկն էր Կաննի կինոփառատոնում, որովհետեւ իսրայելցի ռեժիսորը առնվազն իսրայելի պաշտոնական տեսակետից հակաիսրայելական ֆիլմով է հանդես եկել եւ դա իր այդպես վաբանկ ֆիլմ էր, հա, այսինքն ամբողջությամբ վերջին այդ ջիքերը ներդնելով եւ հասկանալով, որ դա սև ցուցակի կարժանացնի հայրենի երկրում, չնայած որ ապրում է Եվրոպայում Լապիդը։ Մի խոսքով, այսինքն կա եւ այդ Իսրայելը եւ նաեւ Պաղեստինին վերաբերող տարբեր ֆիլմեր, թե Պաղեստինա-իսրայելական, թե Իսրայելա-իրանական հակամարտությունների թեման կա երևում է ծրագրում եւ բնականաբար մենք ոչ թե այդպես օտարացած հանդիսատես ենք այդ ամենի, այլ հենց այդ էպիկենտրոնի։ Այո, քանի որ մենք էլ տարածաշրջանում ենք, շատ կարեւոր է որպեսզի ոսկե ծիրանը ինչ որ իմաստով իր քաղաքականությունը այնպես մշակի, այսպես ասած, որպեսզի այդ խաղաղության հարթակ ստեղծի էլ ինչ որ իմաստով գուցե կինոյի միջոցով դա շատ մի փոքր պատրանք կա իրականում դրա մեջ իմ կարծիքով, այսինքն գուցե ինչու պատրանք կա, օրինակ մեր երկրի քաղաքականությունը խաղաղության այսպես ջատագործության վրա է, բայց նկատի ունեմ, որ իսրայելա-պաղեստինական կոնֆլիկտ հաստատ չենք կարգավորի, էլի։ Շատ լավ։ Հետաքրքիր է։ Կարեն, ես նկատել եմ, որ փառատոնը արդեն երկրորդ տարին է, համագործակցում է ժամանակակից արվեստի հետ, ինչը շատ ուրախալի է եւ փառատոնը այսպես փաթեթավորելու միջոց է նաև արվեստը գորգի տեսքով, թե պաստառների տեսքով, կուզեի այդ մասին խոսեինք։ Դե գորգերը, այսինքն այդ կարմիր գորգի չեղարկումը եւ գորգի այդ ստանդարտ մոտեցումը ինչ որ իմաստով փոխվում է արվեստի միջոցով։ Այո, դա տեսեք նախորդ տարվա գորգերը հետո հայտնվեցին ահա կոլեկտիվի կողմից Նաիրի Խաչատուրյանի համակարգմամբ Սանտ-Էտիենի դիզայնի բիենալեում, որը մեզ համար այդպես շատ հաճելի էր եւ Դավիթ Քոչունցը այդ գորգերի հեղինակը այս տարվա պաստառների հեղինակն է, իսկ այդ հայկական տաղավարի համադրողները երկու ֆրանսիացի դիզայներներ այս տարվա գորգի հեղինակներն են, այսինքն կա նաև այդպես երկխոսություն եւ հաջորդականություն, ինչ որ տրամաբանությունն է այդ ամեն ինչի մեջ, որ մի բանը գնում է, հետո այնտեղից հետ է գալիս շարունակականություն, ինչը շատ կարեւոր է, այնպես որ այո, այս տարի էլ այդ ալտերնատիվ գորգի
հայեցակարգը ներկայացված կլինի, նաև եւս մեկ այդպես իրանական անդրադարձ, բայց ոչ այդքան քաղաքական, դա այն է, որ լինելու է Աբբաս Քիարոստամի լուսանկարների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որ մենք մի մասը այդ լուսանկարների ցուցադրել ենք, բայց սա այդպես ավելի լիակատար ցուցահանդեսն է եւ այդպես հենց թանգարանային միջավայրում պատկերասրահի եւ դա այդպես եզակի պարծանքներից մեկն է, քանի որ Փանահին Քիարոստամին հենց ոսկե ծիրանին նվիրել այդ հավաքածուն եւ հիմա այդ այո, շատ սերտ եւ ամենաառաջի այդպես հանրահրճակ հյուրերից էր եւ այդ հայ-իրանական այդ առումով կապը հենց իրենից էլ սկսեց, ցավոք այդ կապը նույնքան սերտ չէ կինոարտադրության ոլորտում, այսինքն ենթադրենք ուղիղ համեմատական հայ-իրանական կինոարտադրության զարգացումներ դեռևս չկան, չնայած այս տարի ունենք կարճամետրաժ ծրագրում այդպիսի մի ֆիլմ, բայց գլոբալ առումով այն պոտենցիալը, որ կա Իրանում կինոյի առումով եւ Հայաստանի հետ պես փոխհարաբերությունները շատ հեռու են այն ներուժից, որ արկա է Իրանում։ Մենք ամեն կերպ փորձում ենք ոնց որ խրախուսել, որ մեր պես քթի տակ մի ամբողջ կինոգերտերություն է ու շատ երկիրը փակ, բայց մյուս կողմից էլ բաց ոնց որ մշակութային առումով իհարկե այդտեղ կան հսկական բարդություններ եւ գրաքննության հետ կապված եւ առհասարակ այդ տոտալիտար համակարգի, բայց հուսանք, որ առնվազն էս փառատոնային միջմշակութային կապերը քանի գնան շարունակում են ամրապնդված մնալ եւ զարգանալ։ Եկեք խոսենք ընտրության մասին, յուրաքանչյուր տարի գիտեմ, որ դուք գնում եք փառատոնների միջազգային մասնակցում եք, այնտեղ տեսնում եք բազմաթիվ ֆիլմեր եւ ընտրությունը ինչպես է արվում եւ այս տարվա համար ինչ ընտրություն ունենք մենք։ Ընտրությունը տարբեր կերպ է, որովհետեւ մրցույթային ֆիլմերը ընտրվում են հանձնախմբերով եւ հանձնախմբերում ներառված են տարբեր փորձագետներ, որոնք նայում են վերջում քննարկում են եւ գնահատում են ու որոշակի գնահատման սանդղակ կա, որը այդպես չափորոշիչ է հանդիսանում այդ ընտրության համար։ Նաև կան այդ շրջագայությունների տարբեր փառատոններից ֆիլմեր, որոնք կամ մեր կողմից առաջարկվում են այդ ընտրող հանձնախմբերին կամ մրցույթային ծրագրերից դուրս օրինակ Երևանյան պրեմիերաներում ցուցադրվում են։ Այս տարի նույնպես բազում ֆիլմեր ունենք Կաննի կինոփառատոնից, որը մեզ համար կարևոր է ոչ միայն որ Կաննի կինոփառատոնն է, այդպես աշխարհի լավագույն երևի թե փառատոնը կամ առնվազն լավագույններից մեկը, նաև կարևոր է ժամանակագրական առումով, որովհետև մայիս եւ հուլիս այդ արանքում այդտեղ բարդություն կա, որ շատ օպերատիվ պետք է փորձել ձեռք բերել այդ ֆիլմերը ժամանակն է քիչ, բայց դրա դրական մասը այն է, որ լինում են տեսնված ֆիլմեր, այսինքն բարի այդպես բուն իմաստով էլի մաքսիմալ նոր թարմ եւ այս տարի նույնպես մեծ քանակությամբ ֆիլմեր հաջողվեց ձեռք դրանցից քանիսը կառանձնացնեիք եւ որոնք են որ իսկապես արժեք են ներկայացնում եւ արժե նայել։ Դե ամենաառաջինը խոսեցինք ոսկե արմատություն ճյուղ, այսինքն հենց ամենապես ֆորմալ առումով առնվազն կարևոր ֆիլմը Ջաֆար Փանահի Նադավ Լապիդի ֆիլմը նույնպես Կանից էր, որը կոչվում է Yes եւ կան Սերգեյ Լոզնիցայի նոր ֆիլմը, որը 1937 թվականի իրադարձություններն է, որը իհարկե ներկայիս ժամանակի հետ այդպես աղերսով է այդ ամենը, այսինքն 37 թիվը իբրև ուղղակի այդպես ռուս-ուկրաինական պատերազմին է հղում անում։ Ռուս-ուկրաինական պատերազմին այդպես մետաֆորիկ հղում է, բայց առհասարակ այն մասին թե ինչ սիստեմ էր գործում 37 թվականին մարդու հանդեպ եւ Փանահի ֆիլմը նույնպես այդ մասին է եւ առհասարակ շատ են ֆիլմերը, որոնք համակարգ եւ
անհատ այդ հարաբերությունների կամ եթե կուզեք դահիճ զոհ այդ դրամ ու շատ տարբեր են հայացքները ու շատ բավականին հոռետեսական, այսինքն հեղինակային կինոն առհասարակ իր տարբերություն պես էական հատկանշական տարբերություններից մեկն է, որ ինքը չունի այդ նպատակը սնուցելու արհեստական հավատ, լավատեսություն, այդ թունելի վերջում լույսը, որի մասին շատ են խոսում, որ արվեստը պետք է անպայման դեպի լույս տանի եւ այլն, Այդ ունի իր ճշմարտությունը, բայց շատ հաճախ հեղինակային կինոն առերեսվում է հենց իրականության հետ այնպես ինչպես կա եւ օրինակ հերոս այս ոսկե ծիրանի ֆիլմերն էլ այդ մասին կվկայեն, բայց առհասարակ հերոսները գրեթե չեն հաղթում, եթե այդպես կարճ ձևակերպենք, հա որտեղ մենք սովոր ենք հերոսական պատմություններին այն առումով, որ եթե հերոսա, չէ, վերջում ինքը հաղթում է, այդպես հեքիաթային ինչ-որ սիստեմ կա, չէ, բարին հաղթում է չարին, իսկ քանի որ կյանքում շատ ավելի մեծ տոկոս են կազմում հակառակ դրամատուրգիաները, դրա համար շատ հաճախ ենք առերեսվում, այո, ֆիլմերին, որտեղ ենթադրենք կա գլխավոր կերպար, որը ենթադրենք պայքարում է ռեպրեսիվ համակարգի դեմ եւ ձախողվում է այդ պայքարում։ Մի կողմից դա այսպես թևաթափանող է առաջին հայացքից, հա, բայց մյուս կողմից իրականությունն է։ Իսկ կինոն այս առումով այն կինոն, որ մենք ենք ներկայացնում, ինքը այդպես առաջնային նպատակ չունի vocation չելու եւ թևեր տալու, հա, այդ թևեր տալը հնարավոր է, չգիտեմ, այդ դահլիճից դուրս գալուց ինչ որ վերաիմաստավորումներով եւ ամենով մարդը դրան հասնի, բայց պատմությունը եւ էկրանի տեղի ունենալիքը այդ ոնց որ թմրակունի էֆեկտը չպետք է ունենա, էլի, այսինքն հավելյալ ինչ որ բան անելու համար Այո, հասկանալի է։ Պետք է, էլի, հա։ Ժամանցային դոպինգ, այսպես ասած, չէ՞, կարելի է այդպես ձևակերպել։ Կարեն, ընդհանրապես այդ ամեն ինչը ինչով եք բացատրում, մարդկությունը ինչ որ տեսակի ճգնաժամի մեջ է, թե ընդհանրապես այդ ձախողումը արդեն կարծես դարձել է մարդկության հիմնական այսպես բանը, հա, Չէ, իհարկե դա ձախողման կողքին բնականաբար կան եւ հերոսական եւ այդպես մեծ խիզախություն եւ առաքինություն եւ իհարկե այդ ֆիլմերից շատերը նաեւ մյուս կողմից իրենք պատմություն են ձախողումների մասին, բայց այդ ֆիլմը ինքնին ակտ է խիզախության, այսինքն այդ արվեստագետը այդ մասին խոսելով խիզախում է, այսինքն մյուս կողմից էլ այդ արվեստագետները ինչ որ առումով այդ հերոսներն են։ Այո, շատ լավ։ Մյուս կարևոր թեման, որը ընդհանրապես հետաքրքրում է մարդկանց, դա արհեստական բանականությունն է։ Նրա ներկայությունը ինչպիսին է այսօրվա կինոյում, արդյոք կա եւ ինչ չափով կա։ Դե արհեստական բանականությունը տեսեք շատ լայն հասկացություն է եւ տարբեր ասպեկտներում բնականաբար կիրառվում է կամ կկիրառվի, այսինքն սկսած նրանից որ ըստ երևույթին կգա ժամանակ, երբ օրինակ վերականգնում է ռեստավրացիան, շատ մեծ պես օգնության ձեռք կմեկնի արհեստական բանականությունը, հա, ռեստավրացիոն process-ներ, որոնք ժամանակին արվում էին մենակ մեխանիկորեն, այսինքն ձեռքի այդպես աշխատանքով, Պարզա որ հիմա այդ ավտոմատացված ծրագիրը այդ նույն որակը չի տա եւ այդ նույն ինդիվիդուալ մոտեցումը չի ունենա, բայց ինքը քանի որ շատ ավելի արագ է զարգանում, քան անհատ ռեստավրատորը, տարիների ընթացքում հնարավոր կլինի օրինակ ֆիլմը մի քանի ենթադրենք այդպես հպումով վերականգնել, հետո վրան էլի կարող է աշխատել այդ ձեռքի արդեն այդ ոսկերչական մասով անհատ ռեստավրատորը, բայց օրինակ մի ընդհանրապես ասպեկտը ոչ ակնհայտ, ոչ առաջին հայացքից, որտեղ հսկայական դրական ազդեցություն կարող է ունենալ արհեստական բանականություն, այսինքն մեծ առումով ժառանգության
պահպանման տեսակետից։ Իսկ ստեղծագործական իմաստով ճիշտ ասած ես նկատի ունեի։ Այո, ես ստեղծագործական իմաստով օրինակ մասնակից ֆիլմերում կան, ասենք գործեր, որոնք հենց օգտագործվել են կամ արհեստական բանականություն։ Գրեթե չկան, որովհետև այնուամենայնիվ հեղինակային կինոն ավելի զերծ է դրանից, քան օրինակ մեյնսթրիմային կոմերցիոնը, որտեղ ավելի շատ են, որովհետև այդ չգիտեմ էֆեկտներ ստեղծելու համար, էֆեկտները, երիտասարդացումը եւ այլն, իսկ ստեղ քանի որ ոնց որ այդքան առաջնային նպատակ չի, բավականին դեռևս հեռու է մնում հեղինակային կինոն արհեստական բանականությունից, բայց գլոբալ կինոյի առումով ենթադրենք այդ իմերսիվ տարբեր փորձառությունները, VR-ը նույնպես արհեստական բանականության հետ ուղիղ կապ ունեցող, օրինակ Կանի կինոփառատոնում հիմա երբ դու մտնում ես այդ VR տաղավար, երբ որ պետքա մոտենաս, դնես գլխիդ այդ հարմարասարքը, հա, որով այնպես ընկղմվես ալտերնատիվ իրականություն, հիմա մտնելուց առաջ տալիս էին լրացնելու այդպես մի հարցաշար, որ դու չգիտեին ինչի համար է, քեզ թվում է ինչ-որ ֆորմալ բան է, ինչ-որ մի քանի բան ես լրացնում քեզ որտեղից ես ինչ ես սիրում, ինչ-որ շատ այսպես էլեմենտար ինչ-որ բաներ, և մի քանի այդ հանձնելուց հետո, երբ որ դու մտնում ես այդ սենյակ ու հագնում ես այդ սկաֆանդրը, այդ մի քանի վայրկյանի ընթացքում այդ քո լրացրած պատասխանները մուտք է արվում արհեստական բանականություն և այն պատկերը, որը որ դու տեսնում ես ընդեղ, հա, ֆանտաստիկ է, քո ունիկալ է, այսինքն մենակ դու ես դա տեսնում։ Այո, քեզ համար հատուկ, այո, այդպես շատ անձնական։ Մոտավորապես պատմությունը ինչ ընդեղ տեղի է ունենում, ոնց որ հստակ է, այսինքն բոլորի դե։ Եվ դա պատմությունը կարա շատ տարբեր լինի, հա, այսպես է պատմությունը եւ մթնոլորտը, ինտերիերը, վայրը եւ այլն, այսինքն դու ակամայից տեսնում ես ինչ որ հարազատ մի բան քեզ ու չես հասկանում ոնց կարելի էր կռահել ոնց է բախտը ուղղակի համընկելա որ քո տեսած այդ մթնոլորտը այդպիսին է բայց հետո հասկանում ես այսինքն բացատրում են քեզ որ մենակ դու չես դա տեսել այսինքն յուրաքանչյուրը տեսնում է իր հարազատը որովհետև այն 10 ընդամենը հարցը որը որ դու լրացրել ես փոխել է այդ աշխարհը քեզ համար էքսկլյուզիվ դարձրել։ Դե այդ էի ասում, որ ասում էի ոնց որ այդ առանձին սեկցիան, որը կվերաբերվի եւ վիրտուալ իրականությանը եւ արհեստական բանականությանը արժևում է հուսանք մյուս տարի կգործարկվի, բայց դա շատ հետաքրքիր պես արվեստային փորձառություն է տեխնոլոգիա եւ արվեստի եւ տեխնոլոգիայի հետ կապված իսկ հատկապես կինոն եւ տեխնոլոգիան հենց ստեղծման օրվանից սերտ կապի մեջ են եղել եւ կինոն ինչ որ առումով ի տարբերություն բազմաթիվ այլ արվեստի տեսակների ոչ թե սերտ գործակցության մեջ է, այլ նաև պայմանավորված է տեխնոլոգիայով, այսինքն տեխնոլոգիան է ստեղծել կինոն, եթե չլինի տեխնոլոգիան ինքը չի լինի ուղղակի, չէ՞, ասենք Թոմաս Էդիսոնը, Լյումիեր եղբայրը եւ այլն, դա գիտություն, տեխնոլոգիա եւ դրա համար մինչեւ ու ասեն 100-ից ավել տարի անց մինչեւ հիմա էլ այդ փոխազդեցությունը եւ մեկը մյուսով պայմանավորվածությունը մնացել է։ Այո, շատ կարևոր է, որպեսզի հետ չմնա կինոն այսօրվա նաև տեխնոլոգիական զարգացումներից։ Հետաքրքիր է, ընդհանրապես Ոսկե ծիրանը ինքն իրեն հանրահռչակում է նաև այսպես VIP բաներով, հյուրերով, չէ, կինոաստղեր եւ այլն, թեկուզ ռետրո կինոյի այսպես աստղեր կան այդպիսի հյուրեր այս տարի։ Տեսեք, առնվազն այս վերջին տարիներին մենք փորձում ենք կոտրել այդ դիրքավորումը ընդհանրապես VIP հասկացությունը, էլիտար հասկացությունը, այսինքն այդ կարմիր գորգի չեղարկման նպատակներից մեկն էլ, այսինքն ինչքան էլիտիստական այդպես էլեմենտ կա, որը որ բարձրի ու ցածրի է դասակարգում, փորձում ենք ամբողջությամբ այդ բաներից ձերբազատվել։ Դա փառատոնների ժամանակին եկած այդպես կարծրացած փառատոնային ստանդարտներ են, որոնց շատ փառատոններ նաև հետևում են, որովհետև նաև դրանով է պայմանավորված իրենց կոմերցիալիզացիան, հա։
բայց մենք քանի որ այդ ճանապարհով չենք գնում, մենք այ փորձում ենք ամեն կերպ հիմա եւ դրա համար մեր հյուրերի առումով էլ մենք դիրքավորում ենք միշտ որ գալիս են մեծ արվեստագետներ, ոչ թե հայտնի մարդիկ։ Որոշ դեպքերում ուղղակի դա համընկնում է։ Բայց նպատակը միշտ գալիս է արվեստի կողմից եւ ոչ թե սելեբրիթիների։ Այո։ Շատ լավ, փորձենք ամփոփել, մեր հաղորդումն արդեն ավարտվում է, բայց մի շատ կարևոր հարց 20 եւ պլյուս տարիների ընթացքում արդեն 22-րդ ոնց որ փառատոնն է անցկացվում Ոսկե ծիրանը քարտեզի վրա այսպես միջազգային ինչ դիրքերում է կա արդյոք կարելի է այդպես ասել Չէ միանշանակ կա եւ ավելին մենք հիմա ընթացքի մեջ ենք որպեսզի դա ամրագրենք նաեւ կա պես համաշխարհային փառատոնների ասոցիացիա պես կազմակերպություն որը կոչվում է FIAP որը որ հավատարմագրում է փառատոններին եւ նաեւ առաջ դասակարգում էր այդ A դասի, B դասի եւ այլն, բայց այս նոր ինչը որ խոսում ենք, իրենց մոտ էլ կա այդ գաղափարախոսությունը, որ հիմա օրինակ իրանք է ձերբազատվում են այդ տեսակ դասակարգում, այսինքն բարձրի եւ ցածրի, բայց այնուամենայնիվ կան համաշխարհային ստանդարտներ, որոնցով հավատարմագրված մոտ 43-44 փառատոն կա, իսկ փառատոնները մի քանի հազարն են առանց չափազանցնելու, այսինքն գյուղերի փառատոններից սկսած, որովհետև օրինակ չգիտեմ Իտալիայի կամ Ֆրանսիայի պես երկրներում բազմաթիվ նաև գյուղական փառատոններ կան, մինչև ենթադրենք այդ մետրոպոլյաների ամենամեծ փառատոններ։ Եվ մենք հիմա այդ հավատարմագրման ընթացակարգի մեջ չենք, ոնց որ մտնելու այդ փառատոնային այդ ընտանիք, այսինքն որը որ մի քանի տասնյակ ընդամենը փառատոններ են ամբողջ աշխարհում եւ ամենայն հավանականությամբ փետրվարին Բերլինում դա տեղի կունենա, այսինքն մյուս մեր զրույցը երբ ունենանք արդեն 26 թվականին դա այդ ինչը որ խոսում ենք այդ դերը նշանակությունը քարտեզում տեղը եւ այլն նաեւ ոչ թե պարզապես փառատոնը ներկայացնող մարդկանց կողմից այդպես կոմպլիմենտար խոսքեր կլինեն, այլ նաեւ որոշակիորեն արձանագրված կլինի։ Նաեւ մյուս կարևոր բանը, որ մենք փորձում ենք այս 5 տարին Իսկ դա ինչ կփոխի, շատ կարևոր։ Դա այս կփոխի գուցե հայտերի քանակը ավելանա, մեր կյանքում մեծ առումով շատ մեծ բան չի փոխի, ուղղակի երբ օրինակ այդպիսի հարցեր հնչեն, կունենանք ավելի այդպես փաստագրված պատասխաններ, քան պարզապես ոնց որ դրական խոսքեր։ Եվ առհասարակ նաև այդ տարածաշրջանային ֆոկուսը, որը մենք այս 5-6 տարիների ընթացքում փորձում ենք ավելի շեշտադրել, ավելի կարևորել եւ դիրքավորել ոսկե ծիրանը տարածաշրջանային առումով, հիմա նաեւ պատմությունն է այդպես առաջ գնում, հա, այսինքն մենք ոնց որ մենք ինքներս եւ այդ ամբողջ տարածաշրջանը հիմա ցավոք աշխարհի էպիկենտրոնում է։ Այո։ Ու այդպես ուզած-չուզած այդ շեշտադրումը եւ մենք իբրև այդ տարածաշրջանի փառատոնային ներկայացուցիչներից մեկը նույնպես հայտնվում ենք այդ էպիկենտրոնում, էլի ցես արդեն ոնց որ այդպես մեծ ողբերգության եւ չարիքի ոչ թե դրական կողմն է, այլ քան որ ոնց որ առերեսվում ենք այդ իրականության հետ, որքան այդ է շեշտադրվում, այնքան մենք ակամայից։ Ես շատ կուզեի նաև խոսեինք թե առհասարակ ոսկե ծիրանը ինչ է խոստանում կինոյի զարգացման իմաստով, կինո քննադատության զարգացման իմաստով, ցավոք ժամանակը սուղ է եւ մենք գուցե այլ ժամանակ կխոսենք այդ մասին, կարան եթե դեմ չեք, ժամանակ կգտնեք եւ կգաք, ամբողջացնելով մեր զրույցը, ասենք թե ռադիո լսողը կամ մեզ դիտողները ինչպես պիտի գտնեն ծրագիրը, ինչպես պիտի իրենց ակտիվությունը այսպես ավելի Մի քանի օրից կհրապարակվի ծրագիրը, բայց գոնե ամեն այդպես ամփոփող բաներ, այսինքն այս տարի հուլիսի 13-ից 20-ը այդ մի շաբաթը հիմնական երկու վայրերը, Երևանի կինոյի տունն է եւ Մոսկվա կինոթատրոնը, եւ ծրագրին կարելի կլինի ծանոթանալ թե այդ երկու վայրերում, թե Facebook եւ Instagram-ի էջերում ոսկե ծիրանի, թե կայքում մի խոսքով հետևեք, բաց մի թողեք, եզակի շաբաթ է, ցավոք աշխատանքային, ինչպես 7 օրերից 5-ը միշտ լինում են աշխատանքային, բայց փորձենք գոնե առնվազն 3 օրերը
ինչ-որ մի մաս տրամադրել կինոյին։ Շնորհակալություն Կարեն, սիրելի ռադիո լսող, սիրելի Facebook-յան մեզ հետևողներ, իմ հյուրն այսօր Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանն էր։ Մենք խոսում էինք Ոսկե ծիրանի մասին, այնտեղի ունենալու հուլիսի 13-ից մինչև 20-ը ընկած այդ հատվածը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։ Մինչ հանդիպում։